Կին Մելոյան, դուք որ ասում եք ինչ հաջողության եք ասել, տեսեք, այն ընթացքում երբ որ դուք գալիս եք այստեղ ու խոսում եք, որ այ ձեր առաջնորդի բանկային հաշվին ավելացել է $1 միլիարդ, ես ասեմ անցած տարվա ընթացքում ինչ ենք ասել մենք։ Հայաստանի Հանրապետության 600,000 թոշակառու ստացել է անվճար առողջապահական ապահովագրություն։ Հայաստանի Հանրապետության 600,000 թոշակառու։ Մենք դրանով ենք գլուխ գովում, դուք գլուխ եք գովում ձեր առաջնորդի բանկի հաշվով, ախր ես սա չգիտեմ ես ինչ։ Տիկին Մելոյան, ասում եք ինչ հաջողության եք հասել։ Ես ծառայել եմ 2014-2016 թվականներին։ Եղել եմ հրանոթի հաշվարկի համար, հետո հրանոթի նշանառու, հետո հրանոթի հրամանատար, տիկին Մելոյան։ Իմ հրանոթը, որի վրա, որ ես եղել եմ այդ պաշտոններին, այդ հրանոթը եղել է 1971 թվականի արտադրության, տիկին Մելոյան։ Մենք հիմա ձեռք ենք բերում աշխարհի լավագույն ֆրանսիական Սեզար հրետանային համակարգերը, տիկին Մելոյան։ Տիկին Մելոյան, երբ որ ձեր առաջնորդի եղբայրը Սերժի աշխատակազմի ղեկավարն էր, տիկին Մելոյան, Հայաստանի Հանրապետությունում զինվորները պաշտպանվում էին սահմաններում։ Մենակ կանսերվի բանկենքով ձեր առաջնորդի եղբայրը Սերժի աշխատակազմի ղեկավարն էր։ Հիմա մենք կառուցում ենք գերամուր ամրաշինական երկաթբետոնե կոնստրուկցիաներով Հայաստանի Հանրապետության զինվորների կյանքը պաշտպանող ամրաշինական շրջաններ։ Մեր հաշվին միլիարդներ չկա, եթե մեզ մեղադրում եք նրանում, որ մենք միլիարդատեր չենք, ընդունում եմ, մենք միլիարդատեր չենք։ Ընդունում եմ, Նիկոլ Փաշինյանը միլիարդատեր չի։ Ես վստահ եմ, որ սա նրան ձեր աչքերում դարձնում է ավելի վատը, դարձնում է ավելի քստմնելի, դարձնում է չգիտեմ ինչ, հազար ներողություն դրա համար, տիկին Մելոյան։ Մեզնից ոչ մեկ կապույտ արյունով չի ծնվել, մենք սաղս կարմիր արյունով ենք ծնվել։ Ձեր առաջնորդի ու իր եղբոր 4 որդիների պես կապույտ արյուն չենք ունեցել, որ բանակից ազատվենք չգիտես ոնց։ Գնացել ենք բանակում ծառայել ենք, ուսանող ենք եղել, վճարովի համակարգում ենք սովորել։ Գնացել ենք, բանվորությունել ենք արել, աշխատել ենք, եսել ենք, արել ենք, ապրել ենք նորմալ մարդու պես։ Մեր արյունը կարմիր է, տիկին Մելոյան։